Իսլամում էբադությունը, երկրպագությունն ու պաշտամունքը Ալլահին ծառայելու հիմնական ճանապարհն է։ Ամենահիմնական էբադությունները հետևյալն են. նադնազ, սալատ։ Նամազը այն էբադությունն է, որը մուսուլմանը կատարում է օրական 5 անգամ ուղղվելով դեպի Ալլահը։ Այն արտահայտում է Ալլահին հիշելը, նրան շնորհակալություն հայտնելը եւ նրան ծառայելը։ Կատարեք նամազը, տվեք զաքաթը եւ խոնարհվեք խոնարհվողների հետ։ Սուրբ Յուրան, Ալ-Բաքարա, Ֆոմ։ Ռամադան ամսվա ընթացքում լուսաբացից մինչև արևամուտ մուսուլմանները հրաժարվում են ուտելուց, խմելուց եւ որոշ այլ գործողություններից։ Գոմը սովորեցնում է համբերություն, աստվածավախություն եւ ինքնատիրապետում։ Հուրան. Ով հավատացյալներ, ծոմը պարտադրվեց ձեզ, ինչպես պարտադրվել էր ձեզնից առաջ եղածներին, որպեսզի դուք աստվածավախ լինեք։ Սուրբ Ղուրան, Ալ-Բաքարա, Զաքաթ։ Զաքաթը պարտադիր ողորմություն է, որի ընթացքում բավարար ունեցվածք ունեցող մուսուլմանները իրենց ունեցվածքի մի մասը տալիս են կարիքավորներին։ Այն ամրապնդում է հասարակության մեջ համերաշխությունն ու արդարությունը։ Հուրան. Կատարեք նամազը եւ տվեք զաքաթը։ Սուրբ Ղուրան, Ալ-Բաքարա։ Հաջը Մեքքա կատարվող ուխտագնացությունն է, որը նյութական եւ առողջական հնարավորություն ունեցող մուսուլմանը պարտավոր է կատարել իր կյանքում գոնե մեկ անգամ սահմանված իբադությունները կատարելու համար։ Հյուրան. Այդ թունը ուխտագնացությամբ այցելելը Ալլահի իրավունքն է մարդկանց վրա նրանց համար, ովքեր դրա ճանապարհը կարող են անցնել։ Սուրբ Ղուրան, Ալ-Իմրան, Փեջ, Շահադայի խոսքը։ Սա իսլամ ընդունելու հիմնական վկայությունն է։ Աշհադու ան լա իլահա իլլալլահ ու աշհադու աննա Մուհամմադան աբդուհու ու ռասուլուհ։ Նշանակությունը. Վկայում եմ, որ Ալլահից բացի ուրիշ աստված չկա, եւ վկայում եմ, որ Մուհամմադը նրա ծառան եւ առաքյալն է։ Այս նախադասությունը Ֆուրանում մեկ ամբողջական նախադասությամբ չի հանդիպում, սակայն Ալլահի միասնությունն ու Մուհամմադի նրա առաքյալ լինելը նշվում են բազմաթիվ այաներում։ Օրինակ. Մուհամմադը Ալլահի առաքյալն է։ Սուրբ Ֆուրան։ Այլ կարևոր իբադություններ Ղուրանը եւ փորձել հասկանալ այն, աղոթել, հիշատակել Ալլահին։ Բարություն անել հորն ու մորը, հոգ տանել ազգականների մասին, պատվիրել բարին եւ կանխել չարը, աշխատել հալալ ապրուստ ձեռք բերելու համար։ Հուրան. Ես ջիններին եւ մարդկանց ստեղծեցի միայն այն բանի համար, որ նրանք երկրպագեն ինձ։ Սուրբ Ղուրան, Az-Zariyat, Սուբդիետ, Իսլամի համաձայն աբադությունը սահմանափակված չէ միայն նամազով, ծոմով, զաքաթով եւ հաջով։ Ալլահի գոհունակությունը շահելու նպատակով կատարված յուրաքանչյուր օրինական եւ անկեղծ արարք նույն